լիքը չլողացած բյուրեղավանցիներ կան, այո, չլողացած, քրտնած բյուրեղավանցիներ։ Ջրին կարոտ են բյուրեղավանում, դույլերով են ջուր կրում կողքի գյուղից, ձեռքով լվացք անում։ Օրվա մեջ ծորակներից մոտ 4 ժամ է ջուր գալիս, այն էլ հիմնականում վաղ առավոտյան։ Ծայրահեղ վիճակ էր, ես զանգել եմ Վիոլա ջուր, կամերայով զապիս եմ արել իրանց խոսածածը, որ ասում է մեր նոր պայմանագիր ունենք համայնքապետի հետ կնքված, որ առավոտվա 6-ից մինչև ցերեկը 10-ն է լինելու, այսինքն իրանք այդ մեր իրավունքները խաթարում են։ Ով է որոշում, ես այսօր քնիցս 6-ին արթնանամ 7-ին, թե կամ իմ երեխեքին արթնացնեմ ջուր հավաքեն։ 3 ամսում ջրային թունավորման 2 դեպք տեսած բյուրեղավանցիները հիմա էլ միայն եռացնելուց հետո են խմում ջուրը, որ իրենց բառով թունավորված է։ Բայց թեկուզ թունավորված այդ ջուրն անհրաժեշտ է նրանց կենցաղային տարրական կարիքների բավարարման համար։ Հետաքրքիր է, էլի այսքան ամսվա մեջ, այսքան մարդկանց բողոքներից, նույնիսկ մեկը չկա, որ այդ հարցին լուծում տա, այս մարդկանց անապատում ենք ապրում, ջունգլիներում ենք ապրում, Ինդոնեզիայում ենք ապրում։ Խմելու եւ կերակուր պատրաստելու համար օրական 2000-ից 2500 դրամ են ծախսում շատերը։ Մինչև 2025 թվականը ամբողջ բյուրեղավանը մշտական խմելու ջուր կունենա։ Հիշում են 2022 թվականին իրենց համայնքապետը մշտական ջուր ունենալու մասին ճոխ-ճոխ խոստումներ էր տալիս։ 2025 թվականին լուծվելու է բյուրեղավանի խմելու ջուրը հարցը։ 25 թիվը դարել է 26, հեսա 27 ենք գալի, բայց հələ մեր ջրի հարցը չի լուծվել։ Բա ուր մնաց այդ խոստումները։ Խի աթոռը քաղցր բան է։ Շաքարա նստել եք չեք ելում 10 օր է ուսումնանի հանրակացարանում ջուր չկա։ Խի տեղի բնակիչները ինչ աֆրիկացի են, աստված կանչեն անձրև գա լողանան, թե կեղտա ջրերը խմեն։ Համայնքապետի հետ հանդիպման անհաջող փորձերից հետո են բնակիչները որոշել այլևս չլռել։ Այսօր աշխատանքի չի, խի պետք է գա ինքը իր համար ջուրը ունի, դաչաները ունի, Երևանում տուն ունի, ստեղ չի գալի, ջուր չկա, խի պետք է գա։ Ժողովուրդդ երեք եկել է, որ քո հետ հանդիպի ուրբաթ օրը։ Դու գիտես, որ ուրբաթ օրը քո բաստերների օրն է, դու գործ մի պլանավորի, լսի քո բնակիչի բողոքը։ Կոշտ քայլեր են խոստանում բյուրեղավանցիները, եթե պատասխանատուները շարունակեն անտեսել հարյուրավոր մարդկանց խնդիրը։ Հենց ջերում գրում ենք մայրուղի փակենք, չգիտեմ ինչ անենք, կապիկ լամիշ են գալիս ու սկսում այդ օրը ջուր տալ։ Ուր ասես չեն դիմել բնակիչները, լռում են բոլորը, թե կառավարությունը, թե Վեոլիա ջուրը։ Քանի որ օրն աշխատանքային չէ, այդ կառույցների ներկայացուցիչները մեր զանգերին էլ չեն պատասխանում։ Զարու Իսահակյան, Աշոտ Մնոյան, Եվան Իղանդիլյան, Հայլուր։